Շարունակում ենք սկիզուր հարց թեմաները։ Փոքրիկ բալիկներին վերաբերալ։ Իրար լսեք հրաշքներս, մի դեպք եմ պատմում։ Մի հարսիկ բալիկ ա ունեցել, հենց առաջի օրը, որ հիվանդանոցից բերել ա, սկիզուր մայրիկը իրան ասել ա, որ բալես, արի, սենց անենք, նենց անենք, հարսիկը ասել ա մամա, ես ամեն ինչ գիտեմ, ես զրուցել եմ մասնագետների հետ, խնդրում եմ, ինձ մի խանգարի, թող հանգիստ ես իմ բալիկին մեծացնեմ։ Մայրիկը շատ խելացի կին ա եղել, հասկացել ա, ասել ա լավ բալես, ոնց գիտես, եթե պետք կլինեմ, ինձ ասեք, քեզ կօգնեմ։ Ու ինքը թողել այդպես գնացել ա հանգստանալու, առողջարան, իրա հրաշք ամուսնու հետ։ Գալիս են հետ ինչ, երեխան վերքերի մեջ կորած, տույտուզիկը կարմրած, բժիշկների մոտ են տանում, 1000 տեսակի պուդրաներ են ցանում, ոչ մի բան չի օգնում, այդ երեխան լացում ա ու չի անցնում, տարբեր տեսակի մասնագետներ են նայում, 1000 մեթոդներ են փորձում, չի ստացվում։ Սկիզուր ասում ա հարսիկ ջան, թույլ կտաս մի բան ասեմ։ Մի հատ բեր հլը կրախմալ լցրա երեխուս տունտուլուշ կեքի վրա, սովորական կարտոֆիլի կրախմալ, ու հերիք հայել սրանից հետո ինձ ասես, թե թող ես իմ երեխուն մենակ մեծացնեմ։ Բերում են, լցնում են այդ կրախմալը, գիշերը քնում, արթնանում ա բալիկը, բացում, տեսնում են հրաշք, բոլոր բորբոքումները անցել են, ամեն ինչ նորմալ ա։ Հրաշքներ ջան, իրար լսեք։ Այդ մարդիկ երեխա են մեծացրել, այս նորաձև բաները, այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց այն հին մեթոդները շատ լավն են։ Կան լավ մեթոդներ, որ կարելի ա օգտագործել։ Սիրեք իրար, հարգեք իրար, լսեք իրար, մինչև վերջ լսեք դիմացինին, հետո նոր ձեր հրաշք, կանացի, գեղեցիկ, սերով լիքը պատասխանը տվեք։